տունդ մաքուր է, հարդարված, դա հրաշալի է։ Երբեմն մենք էլ մեր անձը, երբ մաքրում ենք ամեն չար սովորությունից, մտածում ենք, թե դա բավարար է, բայց արի քեզ մի լավ բան ասեմ, Աստծո խոսքը մեզ զգուշացնում է մի կարևորի մասին։ Պարզապես ազատվել վատ սովորույթներից եւ մեր ներսից այն ամեն դիվայինը հանելը դեռ բավարար չի։ Քանի որ Աստծո խոսքն ասում է, որ չար ոգիները դուրս գալով մարդու ներսից շրջում են երկրի վրա, հետո որոշում են, որ վերադառնան, եւ եթե այդ տունը դատարկ է եւ այնտեղ դեռ Հիսուսը չի բնակվում, նրանք իրենց հետ ավելի չար ոգիների են վերցնում եւ վերադառնում են այդ տունը։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ այդ մարդկանց վերջը ավելի վատ էր, քան սկիզբը։ Սիրելի հավատացյալ քրիստոնյա մարդ, եթե որոշում ես կայացրել քեզանից հեռացնել ամեն անմաքուր սովորություն, հիշիր, որ դա միայն բավարար չի։ Հրավիրի Հիսուսին քո տուն եւ ոչ միայն մի մասը քո կյանքի վստահիր, այլ ամբողջությամբ թույլ տուր, թող Տերը տիրի քո սրտին, քո կամքին, քո մտքին, քո տանը, քո ընտանիքին։ Միայն այս դեպքում, երբ որ չարը վերադառնա եւ տեսնի, որ քո տան Տերը Հիսուսն է, բան ու գործ չի ունենա անելու քո տանը, պարզապես կհեռանա։ Թող քո տան Տերը լինի Հիսուսը, ինչպես իմ տան Տերը Հիսուսն է, թող Աստված օրհնի քեզ շատ։